Надеюсь, в следующем году мы, парни, себя покажем. Молодчики все. Հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի հայաստանյան երևանյան առաջնությունը տնային մունդիալը արդեն պատմություն է։ Հայաստանի հավաքականի համար այն կարող էր ել ավելի պատմական լինել, բայց մեզ ընդամենը մեկ քայլ, մեկ միավոր բաժանեց 3-րդ դիվիզիոն ուղեգրից։ Փոխարենը 15 տարի անց վերադարձը մեծ սառույց, մեծ սահադաշտ մենոք նշանավորեցին արծաթե մեդալով։ Естественно, хотелось замахнуться и сразу уйти в следующий дивизион. Իհարկե ցանկանում էինք թափ հավաքել ու դուրս գալ միանգամից հաջորդ դիվիզիոն, բայց անկախ ամեն ինչից սա մեզ համար տպավորիչ մեկնարկ էր։ Մենք փոքրիկ հրաշք գործեցինք, հաղթելով Ուզբեկստանին։ Մեկնարկից առաջ ոչ ոք նման բան չէր կարող կանխատեսել։ Ոչ ոք նաև չէր ակնկալում, որ Քուվեյթի դեմ խաղում կվերադառնանք 0-4-ից։ Մասնագետները կարծում էին, որ Իրանի հետ պայքարելու ենք 4-րդ տեղի համար, այնպես որ բոլորը հիանալի աշխատեցին։ Թիմով երկար ժամանակ ենք անցրել, շատ ժամանակ պարապել ենք, պատրաստվել ենք դրա աշխարհի արդյունքի համար ու ինձ թվում է, որ ամեն ինչ արել ենք, ուղղակի մեր բախտը մեկի չբերեց, բայց ես բոլոր թիմի ես զգում եմ մենակ հպարտությունը, որ կարացել ենք, պայքարել ենք ու երկրորդ տեղ են հաղթել ու հուսում եմ, որ մյուս տարի կլինենք աշխարհի չեմպիոնը։ Աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի չեմպիոն դարձավ Ուզբեկստանի հավաքականը, այս ընտրանին դեռ մրցաշարի մեկնարկից առաջ էլ այս 6 թիմերի շրջանում համարվում էր գլխավոր ֆավորիտը։ Բրոնզե մեդալներն էլ նվաճեցին Քուվեյթի հավաքականի ներկայացուցիչները։ Վստահ խաղ հնգանոցի գոտում մի շարք տպավորիչ սեյվեր և աշխարհի առաջնության լավագույն դարպասապահի մրցանակը ևս մնում է Երևանում։ Առաջնության լավագույն կիպերը Հայաստանի հավաքականի առաջին համար Արտյոմ Փութուլյանն է։ Хотел бы выразить огромную благодарность. Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր դարպասապահների մարշչին Միխայել Իվանովիչին։ Նա իսկապես մեծ ներդրում ունի այս ամենում։ Շնորհակալ եմ նաև հորս մոտիվացնելու համար։ Խաղից առաջ մշտապես կապի մեջ էինք։ Գոլ գումարած գոլային փոխանցում ցուցանիշով մրցաշարում ամենաարդյունավետը Քուվեյթի հավաքականի առաջատար Իլիա Դրոզդեսկիխն էր։ Եվս մեկ նատուրիլիզացված հոկեիստ Քուվեյթի ինտրանիում Անտոն Ցիմբինը ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան, իսկ լավագույն արձակվողի մրցանակը բաժին ասավ Ուզբեկստանի հավաքականի առաջատար Վադիմ Կրավչենկոին։ Настроение отличное, эмоции, конечно, крутые. Տրամադրությունը հիանալի է, էմոցիաները անհավանական։ Ուրախ եմ, որ հաղթեցինք։ Կփորձենք նույնն անել նաև 3-րդ դիվիզիոնում։ Конечно, в любом случае приятно получать такую награду. Միշտ էլ հաճելի է նման մրցանակ ստանալը։ Չնայած սա 4 դիվիզիոնն էր, բայց հավատացեք, ես մեծ ջանքեր գործադրեցի։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ընտրել են ինձ։ Աշխարհի առաջնությունում փոխչեմպիոնի կոչումը նվաճելուց ու արծաթե մեդալակիր դառնալուց հետո Հայաստանի հավաքականի տղաները կվերադառնան ներքին առաջնությունում իրենց թիմեր ու իրենց խաղամակարդակով կփորձեն բարձրացնել նաև հոկեյի հայաստանյան լիգայի խաղամակարդակը։ Արման Զաքարյան, Հարություն Նավասարդյան, Fast News։